Դե հա, այս շաբաթը իրականում որոշակի հետաքրքիր ներքաղաքական զարգացումներ եղան։ Ֆոնը իհարկե մեր քթի տակ տեղի ունեցող իրադարձություններն են, իրանական պատերազմներ, բայց ամեն դեպքում որոշակի իրադարձություններ տեղի ունենան։ Ես օրինակ կուզեի ընդգծել, որ որոշակի նշաններ է ցույց տալի, որ իմպիչմենտի գործընթացը կարող է, ինչ որ դրսևորմամբ նոր զարգացում ունենալ, կարող է, որովհետև Դավիթ Համբարձումյանը հանրությանը բաց նամակ հղեց, որում նշեց, որ եթե ինքը չի, ապա ցանկացած այլ տեխնացու կարող է լինել եւ լավ կլինի, որ իմպիչմենտի գործընթացը նորից նոր շունչ ստանա։ Ինչը տրամաբանություն ինչ որ առումով իհարկե ունի այն տեսանկյունից, որ թվում է, չէ, այս ընտրություններ են, բայց նախ օրենսդրական արգելք չկա իմպիչմենտի գործընթացը իրականացնելու, երկրորդն էլ չէ, որ հիմա ԿՊԱ-ականների այն կազմը, որ գտնվում է ազգային ժողովում, դրանց մի մասը այլևս չի լինելու ԿՊ-ի ցուցակում։ Արդյոք դա ինչ-որ մոտիվացիա չի առաջացնում նրանց մոտ կամ տեսականորեն չի կարող առաջացնել, որ նրանց հետ հնարավոր լինի աշխատել եւ նրանց բերել այս գործընթացի դաշտ։ Ես կարծում եմ, որ դա որոշակի իրատեսականություն ունի։ Ես այդ իմպիչմենտի հետ կապված մի ուրիշ մոտեցում ունեմ, ճիշտ ասած, ինձ թվում է իմպիչմենտը դա սիմվոլիկ բառ է, որը որ նշանակում է թե փողոցային շարժում պետք է սկսել։ Դե հենց այդ է հարցը, ես դրան էի գալի, այսինքն իմպիչմենտի մասին խոսելով մենք չպետք է խոսենք առաջի հերթին եւ որպես կարևոր բաղադրիչ հենց պարլամենտական բաղադրիչի մասին։ Ես կարծում եմ, հենց փողոցային շարժումն է, որ կարող է իմպիչմենտի մասին խոսելու հիմք տալ, իսկ փողոցային շարժման նախադրյալները Հայաստանում լիուլի կան։ Եվ այս է պատճառը, որ մենք տեսնում ենք, որ իշխանությունները ինչ-որ արհեստական բաների են դիմում, օրինակ երեկվա ուրբաթ օրվա ավելի ճիշտ այդ տարօրինակ միջադեպ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, երբ որ մի ինչ-որ տարօրինակ մարդ շատ հանդարտ ձևով այդ ձայնագրությունը կարծում եմ դու էլ ես տեսել, մոլոտովի կոկտեյլեր, ինչ էր, ինչ որ տենց վառվող բաներ, շպրտում էր ԱԱԾ-ի շենքի վրա, ասեց հանգիստ ոնց որ գիտես, ոնց որ բան աներ, ինչ ալու։ Խորոված ոնց որ աներ, հա, ասենց այն որ տենց 100 տարվա խորովածանողը ոնց որ տենց խորոված տենց հանգիստ առանց տենց ֆլեգմատիկ բան էլի։ Այդտեղ եկել դրեցին այդ մարդուն կապեցին Պաչիմուտը բանի Սամվել Կարապետյանի հետ։ Հիմա ես մի երկու բան եմ ուզում սրա հետ կապված ասեմ։ Առաջին, մենք քանի որ հաճախ ենք գործի բերումով ստիպված լինում ԱԱԾ շենք մուտք գործել, որովհետև ԱԱԾ շենք պետք է մուտք գործես ԱԱԾ-ի պատվալ գնալու համար, որտեղ մեր պաշտպանյալներն էին, ուրախ եմ ասել, որ էին, որովհետև Արշակ Սրբազանը մի քանի օր առաջ ազատ արձակվեց կալանքից, բայց Արշակ Սրբազանի մոտ ենք այցելում եւ այլն, եւ մի բան գիտենք, որ այդտեղ կա նորմալ պաշտպանություն, եւ եթե ինչ որ մեկը օրինակ անգամ բերեր մեքենա կանգնածների մի 5 վայրկյան ԱԱԾ-ի շենքի դիմաց, ապա բնականաբար այնտեղ ծառայող տղաները դուրս կգային եւ միջոցներ կձեռնարկեին։ Հիմա ես չեմ հասկանում այդ մարդը այդ անգամ այդ 15-20 վայրկյանը, երբ որ այդ տարօրինակ ապօրինությունը անում էր, այդ անհասկանալի ապօրինությունը անում էր, այնտեղ ոնց եղավ որ մի խոսքով շատ խառը պատմություն է սա, այս ինչ պատմություն է, այս միանգամից հիշում ես այն Ռեյխստագի հայտնի պատմությունը, որոնք որ Հիտլերը կոմունիստներին բան արեց, մեղադրեց, հետո փակեց, հետո պարզվեց իրանք են արել։ Հիմա այս պատմությունը նոր է սկսում զարգանալ, ես չգիտեմ այս ինչ բան է, բայց ես տեսնում եմ ինչ որ ջիղ այստեղ, որ ինչ որ բան գցել մարդկանց գրպանը։ Մի հատ իրավական հարց տամ։ Իմ կարծիքով դա առաջի հերթին պետք է դրա վրա տերորիզմի հոդված դնեին, բայց դրեցին։ Բա տերորիզմ չի, ի՞նչ է, բա դա եթե դա տերորիզմ չի, բա ի՞նչն է տերորիզմ։ Ագրասիվ Սրբազանի վրա տերորիզմի հոդված են դնում, իսկ այստեղ ուրեմն դրել են ուղղակի պետական գույքը փչացնելու հոդված, դա ինչ է։ Այսինքն իրանք գիտեին այս մարդը ով է, այսինքն այս ինչ մտածում են այս մարդը տենց չէր իմանում այդտեղ, գիտեր որ պետական շենք է, բայց չէր իմանում, ասենք Սանեպիդկայան է, ԱԱԾ-ը է, ես շատ իմանամ գյուղապետարանն է, ինչ է, եկել էր պետական այդ լրիվ անհասկանալի է, այստեղ էս հոգեկան հիվանդեր էս մարդը կամ չեմ հասկանում ինչ էր, բայց միանգամից բռնեցին Սամվել Կարապետյանին կապեցին։ Ես ուզում եմ վերադառնամ այնուամենայնիվ այդ փողոցային պայքարի հետ կապված հարցին, այստեղ մի կարևոր բան կա, էլի, որտեղ եթե մենք ուզում ենք ընտրություններում հաջողություն, ընտրությունները պետք է ընթանան փողոցային պայքարի ֆոնի վրա։ Ես կարծում եմ, սա միակ տարբերակն է, որ երբ որ զսպող տարբերակ չէ կարա լինի դա ապօրինությունների,
զսպող եւ կանխարգելող գործոն Այո, կարող է այո, ապօրինությունները զսպող տարբերակը պետք է լինի եւ որովհետեւ չունենք ուրիշ մեխանիզմներ, միջազգային դիտորդներ չկան, չէ, ուրեմն կամ եթե կանել ավելի լավը չլինեին, որովհետեւ նրանք ոչ մի զսպող դեր չունեն, արդեն իրանց զեկույցները վստահաբար արդեն պատրաստել են, արդեն տեքստերը վստահաբար կա, կարան այսօր էլ հրապարակեն, որ ամեն ինչ նորմալ է անցել։ Այո, իրավապահ մարմինները ուրեմն չունեն, անկախ չեն, դրանք ուրեմն ամբողջովին իշխանության տակ են, չգիտեմ, մամուլը չունի ազդեցություն, այն դատարանային աշճանա իշխանության տակ, որ նույնիսկ եկեղեցու հարցերին է մտնում ու առանց որևէ պահ մտածելու, որ սենց ախր ոնց կարելի ասա, էլի, մասնագիտությանը դեմ է, էլի, բացարձակ մասնագիտությանը դեմ է։ Մի խոսքով համաձայն եմ, որ փողոցային պայքարը կարևոր գործոն կարող է լինել։ Գործիքը կարող է լինի, ուրեմն Եվ եթե դա իմպիչմենտի անվան տակ լինի, ավելի լավ, ինչ ա եղել, որ։ Այո, լրիվ փաստորեն սահմանադրական պահանջի ներքո։ Հա, որովհետև դա մեխանիզմ է, որը ցանկացած պահի կարելի է գործադրել ազգային ժողովում պատգամավորներ կան, այսինքն ընդդիմությունը դե իր հերթին, այնտեղ կան պատգամավորներ, որոնց հետ կարելի է աշխատել, այսինքն այստեղ աշխատանք կա, որ կարելի է կատարել փողոցային շարժման ֆոնի վրա, սա իր արդյունավետությունը պետք է ունենալ, որտեղ մի իրավական բան ասենք, եթե օրինակ վաղը լինի իմպիչմենտ, ապա նոր վարչապետը պաշտոնավարելու է ընդամենը մի 3-4 ամիս։ Եվ ընդհանրապես հասցնելու է ընտրություններ կազմակերպի։ Եվ իրականում այստեղ կա տրամաբանություն, որ այս մարդը չպետք է ընտրություն կազմակերպի, որտեղ ինքը ապացուցել է, որ ինքը դաղալություններ է անում աչուձախ, ես շատ մեղմ բառ եմ օգտագործում։ Թոշակ է բարձրացնում, դաղալություն է անում, ասենք երկրներ կա, որոնք որ օրենքով են արգելված դա անելը։ Բայց եթե մեր երկրում դա օրենքով արգելված չի, դա չի նշանակում, որ իրավունքով էլ արգելված չի, որովհետև դա բացահայտ ընտրակաշառք է, բացահայտ։